Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների և ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների և ուսանողների հետ։ Հիշեցնեմ բոլորիդ, որ ովքեր կցանկանան ազգային վերածնունդ կուսակցության և ազգասերներ խմբի հետ ներկա գտնվեն ամսի 24-ին մեր հայոց Եղեռնի հիշատակների արարողությանը, հիշման ոգեշնչման արարողությանը, կարող եք ժամը 11-ին Երևանի ժամանակով լինել Համալիրի աստիճանների մոտ։ Այնտեղ կտեսնեք մեր մարդկանց տրաֆառետներով և կմիանաք նրանց։ Սկսենք այսօրվա հաղորդումը։ Նախ ասեմ ձեզ, որ հաղորդումը բովանդակալից է, ինչի համար, որովհետև հաղորդման մեջ այսօր ես գերմանական արխիվներից ունեմ փաստաթղթեր, կոչկեմ, մեր մոտ էլ է պառավի ուլերը, պառավը մեռել է, բայց ուլերը մնացել են, ցուրտ է, էլի։ Փաստորեն, ես գերմանական արխիվներից շատ հոյակապ տեղեկություններ ունեմ բոլորիդ համար, այն ինչ որ ասում էին, դրանց փաստաթղթային ձևակերպումներով։ Անցնենք առաջինը Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունից սկսենք, որ Նիկոլի անկանոն շարժումները, այն որ գոռում էր գլուխը պարել և այլն ժողովուրդը ձեռ են առնում աշխարհի համարյա բոլոր հեռուստաընկերությունները, հատկապես ռուսական և թուրքական։ Ինչի, որովհետև թուրքականը նախ ձեռ առնելով ասում է Նիկոլը Ալիևի ոտի տակ պառկած, Նիկոլ կարդա տենց է գրում, Ալիևի ոտների տակ պառկեց և ընդունեց ցանկացած պայման։ Նիկոլ Փաշինյանը ելույթում ասում է, որ Հայաստանը բանակ չունի, Հայաստանը կործանվում է, Արցախ չպիտի լինի, Արցախը Հայաստանի թշնամին է և այլն։ Հիմա հարց եմ տալիս, մի բան, Նիկոլ, Հայաստանը որ բանակ չունի, տղեդ որտեղ է ծառայ, Թուրքի բանակում, տղուտ ինչ է ուղարկում Թուրքի բանակ։ Հայաստանը որ բանակ չունի, տարին մի քանի միլիարդ փող ինչ ես հատկացնում Պապիկյանի և բանակին բյուջեից։ Հայաստանը որ բանակ չունի, այլասերվածի մեկը, ուր է այդ փողերը։ Լռություն, սա նշանակում որ Նիկոլ Փաշինյանը փախնելու է, ժողովուրդ ջան, փախնելու է։ Եվ հենց այս ուղղությամբ Արցախի նախկին ԿԳԲ-ի ղեկավար Արշավիր Ղարամանյանը, ես այդ բառերը չեմ օգտագործում ելույթում, եթերում ինչքան էլ կարողանում եմ բառեր ասել, բայց կուզեմ չօգտագործել։ Բառացի 10 հոգուց կառավարության հայոյեց ձեր մամաներին և ձեզ, որակելով անբարոյական և մնացածը, բայց բառի բուն իմաստով։ Ասեց ով որ Արցախի համար ասում է 10 հոգի չի կռվե, էս չեղե, այն չեղե, էս սրա տղա է։ Այո, ճիշտ ասում։ Ուրիշ բանա որ ասես վերնախավը չի կռվե, փախել է Նիկոլ, բայց այդ վերնախավի փայը դու ես, դրա համար էլ դու կոնկրետ կպնում ես խեղճ ու կրակ, էլի ժողովրդին կռվող պայքարող ժողովրդին։ Անենց որ Արշավիր Ղարամանյանի ասածը վերաբերվում է բոլորիդ, ովքեր Նիկոլի թրի տակ պարում են, դե հելեք Արշավիր Ղարամանյանին, եթե կարաք ձերբակալեք, կամ դերասանություն ստից բռնելու եք ընդից տողեք, չեք էլ կարող։ Հաջորդ հարցը, հարգելիներս, երեկ Շահեն Մեղրյանի մահվան օրն էր, մեր հայ ազգի լավագույն զավակ, այս անընդհատ իջնում է, Շահեն Մեղրյանի, որը Շահումյանի պաշտպանական ղեկավարն էր, և նրան դաժանաբար սպանեցին Քոչարյան, Սերժ, Սյամո, Լևոն և մնացածը միասին, որ Շահումյանը ծախեն, հանձնեն, հետո հայի արյան գնով կստացվի գրավել, թե չէ։ Պարզ է։ Սկզբում Շահեն Մեղրյանին սպանեցին, Շահումյանը ծախին, հետո սպանեցին Նորայր Դանելյանին, Մարտակերտը ծախին, հետո հայկական նորից տղեկի կյանքի գնով հետ վերցեցին ինչքան կարողացան։ Հավերժ Փայլք հայ ազգի հերոսներին։ Անցնենք այս հարցից, անցնենք մյուս հարցերին։ Անթոնը, այսօր ելույթ է ունեցել Անթոնը, ու ասում է, որ փաստորեն 5 տարի անցել է պատերազմից, հələ հանձնաժողովը չի ներկայացրել որևէ լուրջ բան։ Ասում է կներկայացնենք վերջնական արդյունքները, այս Անթոնը կներկայացնենք, ասում է,
Սեպտեմբերի 27-ին ինչի Անթոն, որ նոր ընտրական սեզոն սկսի, ներկայացնեք, կուզենաք դիվիդենդ հավաքեք, տեսեք ժողովուրդ սրան բռնենք, նրան բռնենք, դու Անթոն եղա, Անթոնը մնում ես։ Եղավ։ Ինչ ուզում ես ներկայացրա, ոչ մի բան չի լինելու։ Հաջորդ ուզում եմ անդրադառնամ գրզոյի հիստերիային։ Ուրեմն գրզո, ինչ ես դու հիստերիկ տառը վերջերս։ Զգում ես։ Ինչ ես հիստերիկ տառը։ Ինչքան է ռուսների հետ գործ ես անում, բայց ասեմ քեզ, որպես օգտագործվելու բազմերքի անգամվա, քեզ օգտագործել շպրտել են ռուսները, ես բարի բուն իմաստով եմ ասում, օգտագործել իրենց կեղտոտ խաղերի մեջ, հայազգի դավաճանության մեջ։ Քեզ օգտագործել են թուրքերը, որ դու ասում ես թուրքին եղբայրն է, պետք է բարեկամություն անեմ, օգտագործել են, հիմա արդեն եկել է քո պատվեր տված ժամանակը, քեզ պատվիրել են, օգտագործել են իրենց շահերի համար, քեզանով ադամանդ եւ այլն իբր հանել են, բայց քեզ վաճառել են եւ քո վրա պատվեր կա, ոնց որ Նիկոլ Փաշինյանի վրա քեզ պատվիրել են։ Դրա համար ես հիստերիկացել։ Որ ամեն մի քո ասած Արցախցուն վիրավորանք, զոհերին վիրավորանք, հայազգին վիրավորանք, դրա համար հիստերիկ անում ես ինչի։ Դու չես կարողանալու ոչ քո վրայից հանես, ոչ քո ընտանիքի, ոչ եղբայրներիդ, ոչ քո այդ ոտիդ տակ լվացողների, ոչ քո ընտանիքի միջև վերջի անդամի։ Դու հայազգի դավաճան ես։ Եղել կասու կմնաս։ Դու հայազգի մարդասպան, բազմաթիվ աղջիկների բռնաբարող, երկրից վախեցնող վտարող, բոլոր իշխանությունների տակ միշտ մտածես եղել, հակառակ դեպքում քեզ չէին, քեզ ուղղակի կուտեին, ոնց որ մյուսներին կերան, դրա համար էլ դու հիմա փորձում ես ցույց տաս, թե դու ունես լավ տղա ես, լավ չէ, չի լինի, դու հասկացել ես վերջը։ Ինչքան է տարիքդ մեծ է, դու հասկանում ես, որ քո այդ որ ժամանակավոր կերտել ես հարստությունը խփելու է բոլորին, քեզ, քո թոռներին, երեխեքին, խնամիներին եւ այլն։ Այսքանը քո մասին։ Հիմա կանադառնամ Շահրամանյանին։ Հիշում եք, մենք մոտավորապես ամիս ու կես առաջ ասացինք, որ Արցախի ներկայացուցչությունը Նիկոլ Փաշինյանը մի բան անելու է, տա Ադրբեջանի դեսպանատուն։ Հիմա Շահրամանյանը հելել է ոչ թե պայքարում Արցախի համար, այլ պայքարում այդ շենքի համար։ Շահրամանյան, քո հետևից էլ քո լավ ընկեր, ձեր ընկեր Իժոն, տակը գրել են Իժոնով, Ժողովրդյան Սյամո Սամվել Բաբայանի, անունն է Իժո, Արցախում ինքը մանկուց, ինչպես ասում են իր բարեկամները, եղել է տականք, հոգով տականք, պավացքով տականք, դրա համար էլ մնացել է տականք ու ծախ։ Իժոն խոսքեր է պատտվում, որ ուզում է նախագահ դառնա Արցախի, այս չեղած Սարգիս Նիկոլի, որ հետագայում էս էլ ասի հա դեր, վсё, չկա, ամեն ինչն է չկա, ժողովուրդն է չկա եւ վերջ, քանի որ Իժոին մենք տեսել ենք ոնց է կնգա յուբկա հակած, հայազգի Արցախի հերոս գեներալը, Արցախի հրամանատար պաշտպանության նախարար յուբկա հակած թուրքի տակ լպստելով փախավ։ Էս էլ sense ձեր։ Այնց որ արցախցիներ ձեր վրա փայլում է, փող են աշխատում ու լվանում հենց ձեր Արցախի սկզբից սկսեն Քոչարյան, Սերժ, Լևոն, Նիկոլ, Իժո, Վիտո, տես ձեները չկա։ Դուք ընկել եք ցույց եք անում, ժողովուրդ ջան, ձեները չկա։ Իրանք փող են շինում։ Շինել են ու էլի փող են շինում։ Արցախից բերածները զրոյացրի Նիկոլի հետ 50-50 եղան, Նիկոլի բերողները ձևական ասեն, ես լավ տղա եմ, արգիշտ խաղից եղան, լավ փողերը տակերը դրած, արգիշտի տեղակալը այդ փողերի տերներ, նշանավոր տղեկին բերդում եք պահում, հա, բերդում եք պահում Գասպարյան Սերոփին, որը եղբորը սպանեցեք, քանի որ Ռուստամն է կենթանի լիներ, դուք առհա թե Արցախ կարայիք տայիք, բերդում եք պահում բանին, Միշային, նախարար, Արցախի, որ գալու էր գլխիցդ կրակեր հողերը հանձնելու համար, Արցախի պաշտպանության նախարար, որ ստից կազմակերպեցիք Ջալալի պայթունը ղզիկ դեմքով փախեմ, ինչև մի ղզիկի պես ապրում է, ոչ խոսում է, ոչ բան, ղզիկ ոնց կար, այտենց պուպսիկ դեմքով այտենց է պուպսիկ մնացել, իմիջալոց զարմանում է, որ մարդիկ պուպսիկ դեմքով տղամարդկանց հավանում են, պուպսիկ դեմքով տղամարդը միշտ դլում է հոգով էլ պուպսիկ, ուշադիր նայեք պաշտպանության նախարարի խոսնակին, ներքին գործերի նախարարի խոսնակին, պուպսիկ ծնվել, պուպսիկ կմեռնեն, դավաճաններին դուք իրանց ցավը տանեք դավաճաններով։ Էս էլ ամբողջ էություն, հələ դուք տեսեք այս Արցախի հարցով ինչքան ջուր են հոսացնելու, իբր թե լավն են, իբր թե էս են, իբր թե են։
Արցախցիներ, որ ասում էի ձեր մեջից է մարդիկ կան ձեզ վաճառում են, չեք բանան։ Հիմա անգիր տեսնում եք դուք։ Ես ոչինչ չեմ ասում։ Այլ չասեմ, որ այդ սուտի հավաքները, որ բոգոնեկե խառնվե եւ այլն, հասկանում եք, չէ՞։ Սրանք այն հայի արյունի վրա փող աշխատող ջհուդական ապրանքներն են։ Օրիենտացիա ջհուդական, հասկացաք արդեն, իշխանությունների ջհուդական օրիենտացիա, հեսա կբացատրեմ երկրորդ մասում, ով չի հասկանում, հակում ունենալ նույն սեռի հանդեպ, նույնասեռականներ։ Պարզ է։ Էսպես։ Հաջորդ հարցը, ինչ ուզում եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության աղբանոցներից մեկում, ըստ երևույթին Երևանն է մերձ, հայկական դրոշը գցված է, մեծ դրոշ։ Բա Նիկոլ Փաշինյան, այդ քորվող հետևդ, փնթի հետևդ, որ դարել էր կռիսի բուն, քորող, ճղում էր թե ընտղուն գործից անիր, հայոց դրոշը կեղտոտ է բան Մեղրիում, բայց դրոշ ինչա գցած աղբի մեջ, դե հել ճղի, հել մեկին քո ընկերներից Ավինյանն է, ով է, հել մետ մայրուղի հանի, ինչի ձենդ չի ելում, հել մայրուղի հանի, սարը Հայաստանի դրոշը ինչի է ճղած գցած, ձենդ չի ելնի, չէ, մենակ Թուրքի եղած ճեղացի համար ոտների արանքը, պայքարում ես Թուրքի ոտների արանքը առաջինը ընտանիքով, ցեղով, թիմով ուտելու համար, էդ է ձեր ուզածը, ես ուրիշ բան չունեմ ասել, բա հել ասա, ստի վկաներ, Հայաստանը պետք է փոխենք, սահմանադրությունը հետ կապ չունի Արցախի հետ եւ այլն, ուրեմն ոչ մի բան չի փոխվելու, Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ Գրզո Մրզո, բոլորը գիտեն իրենց գնալու պահը, մաքսիմում պահերը գնալու եւ դրա համար էլ սենց էշություններ են անում։ Ասում են Նիկոլ Փաշինյանը այն օրը փրփրել է այդ գլուխ բան կտրելու վրա ու ապշել է ինքը հիստերիայի մեջ ընկավ, որտեվ իրեն ականջին տեղեկացրեցին, որ քո գլուխն էլ են կտրելու։ Հրամանը կա։ Եվ ինչի համար, ոչ թե մենակ սրա համար, ասում է Նիկոլ Փաշինյանի ականջին տեղեկացրեցին, որ մարզերում եւ Երևանում գախնի այդ վիճակագրական հարցրել են հեռախոսեն լսե մարդկանց եւ այլն, այդ միջոցներով աղբիջան տեսել են, որ Նիկոլ Փաշինյանը մաքսիմում ունի 4-ից 5% ցեն, մաքսիմում 4-ից 5%։ Այն էլ իրեն հարող իշխանավորներն են, որոնք վախից ստիպված այդպես բաներ են ասում ժողովուրդ։ Հասկացաք հիմա։ Դրա համար է հիստերիկացը, գլուխ կտրելու խայ ասում է, ես չեմ կտրի, Նիկոլ, դու քո գլխի մասին մտածի, դու ուրիշի գլխի մասին մի մտածի։ Դու քո գլխի մասին մտածի, որ մենք ասում ենք Հայաստանից փախի 20 հոգով, դու նայ դրսները գլուխը չկտրեն։ Մենք խոսք ենք տալիս տեղ չկտրել մի պայմանով, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ չսարքես։ Ընդհանրապես այդ է պայմանը։ Անցնենք հաջորդ հարցին Հայաստանի հեռուստատեսության պետկոմի եւ ռադիո պետկոմի ղեկավար Թուրքի վիժկված Տիգրան, եթե չեմ սխալվում, Հակոբյան։ Դուրս է եկել, ասում է մենք, հեսա քիշեցնեմ ով է Տիգրան Հակոբյանը։ Կյանքից դժգո, էլի ԼԳՏՊ մեծագույն վարպետ, Թուրքի լամուկ, այս ջուդի լամուկ, այս լրբի տղեն, ասում է Հայաստանում ով որ ասում է կանալներով, թե հանգարցակի հնդիկը վատնա կամ թուրքը, տեսեք հնդիկը ասում, բայց տակը թուրքն էլ ընդունում, վատնա նրա հանդեպ պետք է գործի դատական պրոցես։ Ժողովուրդ ջան, հիշում եք, որ ասում էի 4 տարի առաջ, բերելու են օպերայի գլխին Ադրբեջանի դրոշը, խփեն, տակլոր ադրբեջանցիք մտնելու են ձեր տան մեջ, սկզբում բռնաբար են ձեր երեխեքին, ձեզ, հետո ձեր երեխեքի մորթ են, ճաշեփել տան ու ասեն կեր, ես որ մի բան ասում եմ, ես օթից չեմ ասում, ես ի տարբերություն ձեզ շատ լավ ճանաչում եմ թուրքերին, թուրքերի հետ բացի Արցախյան կռվից 3 տարի պայքար եմ ունեցել Կիևում, նաև պայքար Մոսկվայում, ուստի Գերմանիայում։ Ես Թուրքին ով անգիր գիտեմ թուրք ով է։ Թուրքի ժպիտը ավելի թունավոր բան է, քան թուրքի քեզ վնաս տալը։ Հավատացեք։ Ու այսքանից հետո տեսեք ոչ մեկ բան չի անում, բայց Տիգրան Հակոբյանին ինչի՞ չեն բռնում միտեղ սատկացնում։ Հասկանում եք, դուք վաղը մի սոր փողոցում թուրք անցնի, մեկը տասեք այ թուրք շունհել ռադեղի, ձեզ տանելու են դատեն։ Ու այս Տիգրան Հակոբյանն այն տխրահարճակ ապրանքն է, որ այն ձի Արտյոմ էր Սմբոյի հետ, որ գրքերի մեջ գրել է Ադրբեջանը Հայաստանի հազարամյա հարևանն է, այ դրան պաշտպանում էր։ Այս լրբի տղեն է, այս վիժվածքն է։ Հասկանում եք։ Այս սա է, այդ Տիգրան Հակոբյանը ինչը։ Ռադիո պետկոմի եւ հեռուստատեսության ղեկավարը։
Անուն ասма կարաս քեզ եմ ասում կճուճ դու իմաց, այսինքն հնդիկին վիրավորելու համար դատական գործի բր, բայց տարածվում է ինքը ասում է մենակ հնդիկին չի, օրինակ հնդիկին եւ մնացած այլ ազգություններին։ Այլ ազգությունը հայերը հնդիկ նախ չեն վիրավորվում, ոչ մի եթերով ասեմ ձեզ, չկա տենց հայ կարող մի հատ դեբիլ խոսա, հիմնականում վիրավորում են թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Ում համար է պայքարում կապուտ աչքերով ջհուդի վիժվածք։ ԼԳՏԲ հիմնարկի գլխավոր ղեկավար, ում համար է սպարզում։ Ես նկատի չունեմ ռադիո պետքոմն ու հեռուստատեսությունը։ Քո իրական դեմքը։ Այսպես են երկիր գործում։ Հիմա ասեմ հաջորդ հարցերին։ Հաջորդ հարցերին, դրսից եկող։ Ուրեմն, ժողովուրդ ջան, ներկայացնեմ ձեզ նախ ամենաառաջինը։ 3 օր շարունակեցի ջհուդների թեման, կարճ կանրադառնամ ջհուդներին։ Ուրեմն Իսրայելում, այն ինչ որ կատարվում է Իսրայելում, այսինքն ջհուդների փախուստը, այսօր բացահայտվել է եւս մի ձևով։ Հրյա անչափահաս, այսինքն 15-16 տարեկան, տարիքը չի նսում։ Ձերքը նռնակը մտելա, որ սինագոգը պայթեցնի։ Ասել են, ինչի համար ես ուզում սինագոգը պայթեցնես, ասել է, որովհետև դուք չարիք եք բերում եւ հրյաներին, եւ մյուս ազգերին, բոլոր տեղերը մեզ ատում են, դուրս են գալիս մեր երկրից, բոլոր տեղերը մեզ վատ են նայում, ատում են եւ այլն։ Դուք եք մեղավոր։ Պարզա, այս էլ ձեզ վառօրինակ, որ ջհուդը կարա գնա պայթեցնելուց ինչ որ ձեռն են քաշել, բռնել են, ընկելավրեն վախեցել է քաշի ինչ որ, չի պայթե, բայց այդ բոլորը կա։ Հաջորդ հարցը, որի մասին ուզում եի անդրադառնալ, ստեղ կա մեկ այլ բան։ Ուրեմն բերեք տեսնենք, հա։ Պապերի գլխակները։ Ինչի է պապը կրում, երեք ասել եմ, էլի կրկնում եմ։ Պապը ինչի է կրում, ռաբինի կեպի ջհուդական, հա։ Ինչի է պապը կրում կեպի ջհուդական նշան։ Պարզա չէ արդեն որ ոչ մի պապը քրիստոնեության հետ կապ չունեն։ Եթե մի մարդ կրում է ռաբինի կեպի, ուրեմն ինքը ընդհանրապես կապ չունի քրիստոնեության հետ։ Պարզա, բնականաբար, այդ նույն բանն է, ոնց որ ես հիմա վզիցս մեզ լուսինը կախեմ, ամբողջ օրը գնամ, բանում դու ասա, մոռացել ան, մսկիթներում, գերմաներն էի ուզում ասել, մսկիթներում գնամ աղոթեմ, ու ասեմ, գիտեք ինչ կա, ես հայ եմ ու ամենալավը քրիստոնյան եմ։ Ինձից քրիստոնյա չկա։ Որ ասում պապից կաթոլիկ չենք, պապը կաթոլիկ չէ, պապը կաթոլիկ է, Գյումրու բարբարով Շիրակի կաթոլիկ նշանակում է դատարկ Վեդրո։ Վեդրոին ասում են դույլին, կաթոլիկ։ Պապը կաթոլիկ է, բայց ջհուդական գլխակով քրիստոնյաների սպանող, ադրբեջանական եկեղեցի արհեստական սարքող մարդը ոնց կարա լինի քրիստոնյա, Քրիստոսի պահապան։ Սա պետք է լինի միայն ջհուդ։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, նաև եւս մի պատճառ ջհուդներին ատելու, որ մարդիկ ատում են, Երուսաղեմ քաղաքը, որը հայերեն ասել եմ Ելուսաղեմ բառն է, պաշտոնապես հայտարարվել է ԼԳՏԲ-ի մայրաքաղաք, ես այս մասին էլ եմ ասել։ Եվ ուշադիր նայեք Ռուսաստանի դեռ վաղուց 1936 թվականից ստեղծված Ռուսաստանի Ֆեդերացիայի Եվրայական ինքնավար Մարսը, հետո դառավ ինքնավար օկրուգ էր, Մարս հետո հանրապետություն։ Բացեք դրոշը տեսեք։ Էլի ծիածանի գույները, որը աշխարհի ամենագեղեցիկ գույները, ջհուդները պղծում են, որ երեխեքից հետ պղծեն, եթե ծիածանա, ուրեմն դու ԼԳՏԲ ես։ Այս այլասերվածությունը, սատանությունը վերցրել են լավագույն գույները, որի համար պայքարում էր, ասում են, դա գոմիկություն չի, բազմազանություն է։ Այս Ստյոպիկ Սաֆարյանն գետնից բարձրը գոմիկ, այդ գոմիկ Ստյոպիկ, դա բազմազանություն չի, գոմիկ, դա քո նման գոմիկություն է։ Նիկոլի Ստյոպիկ Սաֆարյան։ Պարզա։ Անցնենք հաջորդ հարցին։ Հաջորդ հարցին ունենք երկու լավ լուր։ Նախ ասեմ ձեզ, Ադրբեջանի տեսել եք ինչա կատարվում, որ ասում եմ ջրեղեղներ է, էսի մի լավ լուր։ Կամուրջները քանդված, խայտարակ վիճակում, պայթած, շենք, հող, խփած, թափած, եսի շինությունները թափված եւ այլն, մի հատ հիանալի վիճակ։ Պատկեր տեսարան, աշկդ նայում է հիանում ես։ Հələ էլի շարունակվում է։ Անցնենք մյուս լուրին։ Ուրեմն Ամերիկան ու Իրանը սկսեցին սիրավեպով եւ ոնց որ սիրավեպը լավ է ստացվում Օմանի տարածքում։
Ինչով է դա ձեռ տալու հայերին։ Անկախ նրանից Նիկոլ կլինի թե թուրք, Ամերիկա ես չեմ ուզում հույսս տնել ուրիշի վրա, ճիշտ հասկացեք։ Ես պրո հայկական եմ, ոչ պրո պարսկական եմ, ոչ պրո գերմանական եմ, ոչ պրո ամերիկյան եմ, ես պրո հայկական եմ, բայց պարսիկների պահվածքն ու Ամերիկայի միասնությունը թույլ է տալիս, որ Հայաստանի հողերը միլիմետր Նիկոլը չտա, ինչքան էլ ողբա։ Եվ սա շատ լավ տեղ է եւ Օմանում է կատարվել։ Իմիջիայլոց Օմանի մասին ես ուզում եմ ձեզ մի երկու բան ասեմ։ Օմանը եղել է միշտ արաբական երկիր, հա, արաբական ինչ-որ նախ իրենք օմանցի կարապ չեն, ասում են օմանցի, ենք իմիջիայլոց ասել եմ, արաբական շատ արաբախոս ցեղեր, հիմա մանավանդ հիմա հուշ տենելու մաս են այդտեղից, ենք Եգիպտոսցուն ասես արաբ, կներվայնանա Թունիսցուն, նույնն էլ օմանցուն, օմանցիները այսօր իրանց պաշտոնական տվյալն եմ նայ 53%-ն է օմանցիների մամեդական։ Մնացածը քրիստոնյա եւ այլ հավատալիքների ներկայացուցիչներ։ Հասկացաք հիմա ինչ է Օմանը ինչ դեր է խաղում։ Դառնում է երկրորդ քաղաքական տեղը, որտեղ եւ ստաբիլություն են պահում, եւ փող կա, եւ արաբների քանակը քիչ է, ֆիկտիվ, մամեդականներ։ Հիմա Օմանում բանակցությունները բերելու են նրան, որ Ամերիկան Իրանի հետ անցնելու է գործարքի, որ ռուս, թուրք, չինական այս եղբայրությանը կործանի, սա միանշանակ է ժողովուրդ ջան, այլ տարբերակ չկա։ Համաձայն եք, չէ՞։ Այլ տարբերակ չկա։ Եվ հաջորդ հարցը Գերմանիայի կառավարությունը ուղղակի գիտեք ինչ արեց, ոչ թե թքեց, վերցրեց այդ ինչքան ինքնաթիռ կա, մտցրեց թուրքական պաշտպանության նախարար, պրեզիդենտ, վարչապետ, ամբողջ կառավարության համապատասխան տեղը։ Պայմանագիր ընդունեց, որ Գերմանիան արգելոկումա վետո է դնում ընդհանրապես Թուրքիայի կողմից ստացված ցանկացած նորագույն զենքի։ Հիմա դեռ դրել է բանը ինքնաթիռը։ Բայց ասես ՆԱՏՕ-ից ինքը ոչ մի բան չստանա, անգնավորել են թուրքերը, խփնվել են, էլ Շոլցի նկարներն են տկպում, տակը էլ ինչ լկտիություն ասես գրում են շատ լավ է, այդտենց։ Հələ ուր է գլի ինչեր է լինելու։ Սա նշանակում է, որ Թուրքիայի վերաձևումը անխուսափելի է։ Եթե Գերմանիայի պես երկիրը կարողանում է անենց վիճակ ստեղծել, որ թույլ տա, որ վետո դնեն, սա նշանակում է, որ վիճակը շատ ծանր է։ Պարզ է, չէ՞։ Գերմանիան չի եղել ՆԱՏՕ-ի միշտ խոսացող սենց առաջատար անդամ, բայց Գերմանիան դրեց ու ՆԱՏՕ-ն ընդունեց, հա, ասում է ճիշտ է։ Թուրքին ոչինչ չպետք է տրվի։ Սա այսպես։ Եվ անցնենք հաջորդ հարցին կրկին անգամ մերկացնելու ֆաշիստական Գերմանիայի կառավարության իրական ազգությունը։ Բոլորը գիտեք, որ ֆաշիստական Գերմանիա սովետում սովորացնում էին ավստրիացի Ադոլֆ Հիտլեր եւ նրա կողմնակիցներ։ Ժողովուրդ ջան, բերեք հասկանանք, ես բառացի քանի անգամ թարգմանել եմ։ Ինչ է նշանակում Ավստրիա։ Österreich գերմաներեն բառն է, որը նշանակում է արևելյան կայսրություն։ Արևելյան ինչ հռոմեական, թե Գերմանիայից արևելք ընկած, ինչի ազգություն չկա։ Ավստրիացի ազգություն չի եղել ու չկա։ Սա պայմանական միավոր է։ Խառը տարբեր ազգերի, հիշեցնեմ ձեզ, որ Ավստրիայում բավական շատ ջուրներ կային, այդ թվում նաև նույնիսկ հայերին պաշտպանող Մուսալերան 40 օրը գրող Ֆրանց Վերխվելը ավստրիացի ջհուդ էր։ Բարձր ավստրիացի ազգություն չկա։ Ստեղծեցին հետո այդ տարածքում ոնց որ ռումինացին, ոնց որ ազերբայջանը, ոնց որ բելարուսը, ոնց որ ուկրաինացին, դրանք ազգություններ չեն եղել։ Ով որ հիմա կանգնից կասի ուկրաինացի ազգություն ա եղել, ինքը թող իր գլուխը տապատին ու հիշի Ուկրաինա բառին ճարշանակով։ Հա, ազգություն չեն եղել ուկրաինացի, վերջ։ Այդ ազգը կոչվել է ռուսիններ, ուկրաինացիներ։ Կիևյան ռուս բառից։ Նույնն ավստրիացի էթնիկ գերմանացիների մի ցեղ ա եղել, որտեղ խառնվել են տեղի ազգերի հետ, խառնվել են եւ ջհուդները այդտեղ բնակրել են, եղել է տեղ։ Հիմա հիշեցնեմ ձեզ, որ Հիտլերի ստեղծած կուսակցությունը կոչվում էր բառացի, լսեք, նացիոնալ սոցիալիստական։ Էլի իրար հակառակ, չէ, ազգային ժողովրդավարական բևեր, ազգային եւ ժողովրդավարական, նացիոնալ եւ սոցիալիստական։ Չէ՞։ Արդեն իրար հակասում է, նացիոնալն ու սոցիալիզմը իրար հակասում է, քանի որ սոցիալիզմի բնույթը ինչ է։ Ինչ էր գրած սովետի թերթերի վրա։ Պրոլետարներ բոլոր երկրների միացեք։ Կեցե բանվորագյուղացիական դիկտատուրան, այսինքն իշխանություն չպետք է լինի, ամեն ինչը հավասար պետք է լինի, ազգությունները հավասար պետք է լինի։ Պրոլետարներ բոլոր երկրների միացեք, այսինքն ազգություն չպետք է լինի։ Պարզ է։
Ոնց կարարել է նացիոնալ սոցիալիստական, բարձա, չէ, արդեն հասկացանք բառը, ով էր Հիտլերը, Հիտլերը մայրը, տեսեք ուշադիր, Հիտլերը ծնվել է իբր Ավստրիայում, չնայած որ Գերմանիայում այդ ժամանակ Հիտլերը մտցնել էր չափանիշներ, որ ով արիացի է, պետք է լինի բարձրահասակ, կապույտաչա, սպիտակամաս, քիթը պետք է լինի մեծ, ես եմ հաղթանդամ եւ այլն, բայց իրականում ինքը ոչ մի բանի չէր համապատասխանում։ Արդեն 1928 թվականին նրա դեմ դուրս եկած հիշեցնեմ ձեզ, որ 1928-26 թվական, եթե չեմ սխալվում, թիվը չեմ հիշում, ես ասել եմ, մեր տան մոտ, մի քիչ հեռու, այսինքն կենտրոնական երկաթգծի մոտ, ովքեր Նյուրնբերգ են ապրում կամ Նյուրնբերգ եղել են գիտեն, էներգի հենց այդ գրասենյակի դիմաց, գնդակահարվել է Բավարիայի թագաժառանգը, մի հատ ջհուդ, եւ դա օգտագործվել է պատրվակ իբր թե ջհուդները մեր աշխարհին տիրում են, հելել են այդ մի քանի ջհուդին սպանել են եւ իբր մաքուր գերմանացի բերել են իշխանության Ադոլֆ Հիտլերին, որպիսի 14 թվականի 18 թվականի Գերմանիան որ ընդհանուր առմամբ չէր պարտվել, բայց հետ ռևանշ ստանա մեծ Գերմանիա։ Հիմա տեսեք։ Պարտությունը այդքան մեծ չէր, հա, Լեհաստանը ստեղծվեց, բայց այդպես չէր պարտվել Գերմանիան։ Հիմա մայրը կոչվում է Մարիա Շեքերգրուդը, իսկ հայրը Յոհան Հիտլեր, բարձա, Յոհան Հիտլեր, բայց ասում է, որ մայրը առաջի արդեն ջհուդ, պատճառ են բռնում, տեսեք արխիվը ոնց են փոխել, բա ինքը այդ մոր երեխեն չի, ինքը այդ հոր, Յոհան ջհուդի, 4-րդ կնոջ երեխեն է, բայց 4-րդ կինը զարմանալի Կլարա Գյուցելը նույնպես ջհուդ էր։ 4 կինա ունեցել եւ ջհուդների մոտ է, չէ՞, այդպես կինը շատ է ամուսնանում բաժանվում, որ երեխեքին մորականով է գնում, շատ ջհուդ երեխա ունենա։ Անենց որ այս ամբողջը սարքված էր նրա համար, որպեսի փակվեր Հիտլերի ջհուդական ծագումը։ Եվ դրա համար խաբում ասում էին, որ Հիտլերը եղել է բան, դու ասա, մաքուր գերմանացի, չնայած ոչ մի արիական տվյալ չի ունեցել։ Հետո բացի սրանից, որի ընթացքում Կլարա այս Գյոցելը եւս բաժանվել է հորից, լստենային, ամուսնացել է եւս մի տղամարդու հետ, խորթայլնել է եղել ջհուդ։ Արա ոնց կարա ծնված օրից ջհուդների մեջ ապրած մարդը դառնա մաքուր գերմանացի, հա, ջհուդներից ծնված, չի կարա, սա մեկ։ Հիմա հաջորդին կանցնենք այս ղեկավարներին, ուրեմն Գեբելսը, տեսեք ինչ եմ ասում, հա, Հիտլերը բոլորը գիտեք, որ հիվանդոտ է եղել, տեսքը երևում է, ինքը խնդիրներ, ուղեղային եւ այլն։ Իմիջիալոց սա ջհուդները ունեն ասես լոզերը գնացող, միշտ իրենց ջհուդին ներկայացնում է թուլական, վախկոտ, կոշիկ լպստող, որ հետո դանակով խփի ասկ։ Այտենց է կա ջհուդի կերպար նկարեք, դրեք թեկուս 19-18-րդ տարի կտեսնեք մազերը երկար, նիհարոտ, sense թարախոտ, հիվանդ։ Շարունակեմ հաջորդ ղեկավարությանը նացիստական Գերմանիայի չէ, նացիստ սոցիալիզմոս։ Գեբելս ծնվել է ջհուդի ընտանիքում։ Ընդհանրապես միշտ եղել է հիվանդոտ, բանակի չի ծառայել։ Ինքը ունեցել է ջհուդ ծնողներ, մանկության մեջ էլի ածական եղել է ջհուդ, որտեղ ոչ մի դիմագիծը սրանց որ չափել են գիտպան, չի համապատասխան։ Ինքը այնքան հիվանդոտ է եղել, որ ածական եղել է ջհուդ։ Պատկերացնեք, ածական արդեն եղել է ջհուդ եւ մնացած է։ Եվ չնայած որ այս անասունը գոյություն է ունեցել, սրան երկար ժամանակ Գեբելսին աչքի չի ընկել ու երբ որ արդեն եկել է Հիտլերը իր նման ջհուդներին հավաքել է ու Գեբելսինը հանձնել ամբողջ ինֆորմացիան եւ նայեք նույն սատանիստական այն խոսքերը ինչ որ կա կաբալայա ինչա թալմուդա բանա դրանց խոսքերում ինչ էր ասում Գեբելսը ամբողջ ռոպագանդայի ղեկավարներ ասում էր տվեք ինձ ցանկացած մեդիա տվյալ երկրի կամ ազգի եւ ես այդ ազգից կստանամ անուղեղ խոզեր հասկանալի է այդպես է վերաբերվեց Գերմանիայի հետ գերմանացիների ոգին ջարդելով արիական
Ահա սրանք են եղել, ոչ թե նրանք գերմանացի են եղել, ստեղծել են մեծ Գերմանիա, այլ Գերմանիայի անվան տակ մեծ Ջհուդստան էին ուզում կազմակերպել։ Եվ նույնիսկ Գեբելսին, ես այս մասին ասել եմ Նյուրնբերգյան դատարանում, որ ներկա եմ եղել, նույնիսկ Գեբելսին ժողովուրդ ջան, չդատեին։ Իբր ձև տվեց ինքը իրան մեռավ, չեն դատվել, ոչ Հիտլերն է դատվել մահացել 1972 թվականին Արգենտինայում, ոչ Գեբելսն է դատել ստից իբր թույն խմեց մեռավ, թե գլուխը տվեց պատին, գրողը սև ցավ եղավ, մեռավ։ Սա Գեբելսը։ Հաջորդ ներկայացուցիչը պատմական Գյորինգը մանկուց միշտ եղել է ջհուդների մեջ ու սինագոգա այցելել, չնայած իրան համարել է իբր թե քրիստոնյա։ Գյորինգի ածականն էլ է եղել ջհուդ եւ նրա մայրը եղել է մարմնավաճառ։ Տիպիկ հրեական ձև եւ մանկահասակ Գյորինգին հետը ինքը եղել է 19 տարեկան թե 18 Գյորինգը գրքի երեխա եղել։ Դե մանկահասակ մարմնավաճառ է։ Եկել է դու ասա Բերլին եւ իբր Վարշավա վերսել մի հատ 60-65 տարեկան ջհուդ, որից է ծնվել է Գեբելսը, սա պատմական վարկաստան։ Ինչպես ներկայացնում են Հայիթիի ծնված ջհուդը, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Գեբելսի տարեթիվը փոխել են։ Գեբելսը տարիքով 3-4 տարի փոքր է եւ այս Պենժենշտայն կոչվող այս հարուստ ջհուդի բանկերի երեխեն ասա։ Պարզ է։ Մերը նաև եղել է ուրիշտեղ հարճ կրկին անգամ տանը։ Գայթից գալուց հետո Հայիթից նրանք մի քանի տեղ եղել են հարճեր։ Եվ այս ամբողջ ֆոնի վրա ստեղծված այս ջհուդը եղել է Գերմանիայի կառավարության մեջ նշանավոր դեր ունեցել, բարձրակարգ դեր։ Երկրորդ դերը ունեցել է Հիմլերը։ Հիմլերի հայրը եղել է Իոսիֆ Գեմսան, մայրը հետագայում դառել է Մարթա Գիլբերտ, բայց իրականում հոր կողմից կրկնակի անգամ այս ջհուդին տվել են SS-ը, որը պետության մեջ պետություն էր, ուներ 800,000 զինվոր, իր դատարանները, իրավունք ուներ մասնակցելու ոստիկանությանը դատեր, սրան դատեր, նրան դատեր։ Ինքը եղել է պետության երկրորդ մարդը, տեսեք։ Ինքը կարար մենակ Հիտլերին գցել, բայց ինքը չի գցել, գիտեք ինչի։ Ու Հիտլերը դրա համար սիրել է, որովհետև իր ջհուդ ընկերն է։ Եվ հաջորդ մարդը, որի մասին ուզում եմ խոսել, Գեսն է եղել։ Գեսը ընդհանրապես ոչ մեկի հետ սրանց կապ չի ունեցել, անհայտ, չծառայած։ Եղել է Անգլիայում դեսպանը, Անգլիայում բանակցողը եւ այլն, ոչ միտեղ աչքի չընկնող մարդ, թույլ հիվանդոտ, չնայած իրան միշտ դուրս է եկել, ինքը արել է մարզանք, որ երևա որ ինքը ուժեղ է, բայց ինքը թույլ, ոչ մի բանից անտեղյակ, եւ նրա ծնողները շատ լսեք, իբր գերմանացի են Եգիպտոսում, հիշեք տիվը։ Եգիպտոսի ջհուդներ են, որոնք այդ ջհուդության ֆոնին եկան Գերմանիա ու սրան էլ բերեցին, հասցրեցին բարձր գործի, որն էլ կառավարության գլխավոր անդամներից մեկն էր, երրորդ մարդն էր Հիտլերից հետո, Գեսի մասին չի էլ հիշվում։ Նույնիսկ Նյուրնբերգյան դատարանը Գեսին չդատեց։ Հասկանալի է ասածիս իմաստը, այսինքն այն որ ես միշտ ասում եմ, սրանք հանված է գերմանական արխիվներից, ես որ միշտ ասում եմ, ջհուդները հատուկ ձև տվեցին եւ արեցին գենոցիդ, իբր իրականում սպանել են 50-ից բարձր տարիքով են հрьяաներին, ովքեր չէին համաձայնվում փող տալ Իսրայել պետության ստեղծման համար, արմախ ասում են, մեր ինչի՞ն է պետք, լավ էլ ապրում ենք։ Եվ այդ 55,000-ը 7 տարի հետո, 8 տարի հետո դառավ մի անգամից 550,000, եւս 2 տարի 57 թվից դառավ 6 միլիոն մարդ։ Ահա եւ ձեզ պատմական իրականությունը այս ֆաշիստական կուսակցության, որ ֆաշիստները ավելի շատ ջհուդներն են, որ այսօր էլ եղերն են անում, բայց ասում են մենք չենք։ Հայկական եղերնի կազմակերպումը անում են իրանք, ասում են մենք չենք։ Իրենց օթյակներով եւ པարզ բան, ու այսքանից հետո պետք է մենք ջհուդին միանանք։ Հա, որ ինչ, որ այդքան ջհուդին փող տանք, որ մեր մասին խոսա։ Կործանվող պետության մասին էլ չեն խոսում։ Իսկ ջհուդական պետությունը արդեն կործանվող պետություն է։ Երեք որ ասում էր հարուստ է էսա, ինչով է հարուստ։ Եթե Իսրայելը Հայաստանից հարուստ է, ինչի է Իսրայելից 1200 հոգի փախե Հայաստան եւ ապրում։ Հարց։
Ինչ է 1200 հոգի փախ է Հայաստան ապրում։ Ինչի է 600,000 հրյա, վերջինս մի տարվա մեջ փախել Գերմանիա, եթե ոչ մի միլիոն, եւ Թաքուն անունները փոխելով իրենց Գերմանիայի մասոնական օթյակներով ապրում Գերմանիայում։ Մի երկիր, որտեղ իրենց ջարդել են։ Այս հարցերի պատասխանը թողում եմ ձեր վրա։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր եւ հիշեք, հայը դա պատասխանատվություն է։ Հայը դա Աստծո մասնիկն է։ Եթե դու չես ուզում Աստծո մասնիկը պայս քո մեջ, ուրեմն դու դատապարտված ես կործանման, վաշխառոտ ջրուտ ես։ Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք տականք են ու ներսից քանդող են։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Արդահանում, Կարինում, Սասունում, Բաբերդում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն